Բարև ձեզ, դուք դիտում եք հրապարակումը։ Այսօր 3 տարբեր պատմություններ ենք ներկայացնելու Հայաստանի 3 տարբեր համայնքներից, սակայն բոլորն ունեն նույն հարցի պատասխանը։ Ինչպես է պետական ներդրումը վերածվում տեսանելի արդյունքի մարդկանց առօրյայում։ Մինիմալ կորուստներով ոռոգման ցանց, 7 նոր մանկապարտեզ, տասնյակ կիլոմետրերով նոր ճանապարհ, սուբվենցիոն ծրագրերը արտաշատում, թվերից մինչև արդյունքներ։ Հիմնանորոգվում է սահմանամերձ Վահանի կեսդարյա պատմությամբ դպրոցի շենքը, կաթացող տանիքն ու ճռռացող հատակը 100-ից ավելի աշակերտի համար կմնա անցյալում, կառավարությունը 330 միլիոն դրամ է ներդրել։ Հայաստանից նոր ուղղություններով ավիափոխադրումներ, ավելացված ուղևորահոսք, ոլորտը խթանող պետական աջակցության ծրագրերի մասին հարցազրույց տաղավարում։ Եվ կաթի արտադրության խթանման նոր ծրագրով պետությունը պատրաստ է սուբսիդավորման։ Նախնական հաշվարկով կառավարությունը միջոցներ կհատկացնի մոտ 90,000 կենդանու համար։ Ոռոգման ցանցերի արդիականացումից մինչև մանկապարտեզների կառուցում, ճանապարհաշինություն, արտաշատում սուբվենցիոն ծրագրերը տարբեր ուղղություններով են իրականացման տարբեր փուլերում։ Հնարավորությունն էլ շարունակում է մնալ ենթակառուցվածքների զարգացման հիմնական գործիքներից մեկը։ Մեկ քաղաքային ու 37 բնակավայր միավորող խոշորացված համայնքում 2025-ի սուբվենցիոն ընդհանուր բյուջեն կազմել է 1 միլիարդ 374 միլիոն դրամ։ Այս տարի արդեն կառավարությունն ու արտաշատը համատեղ պատրաստ են ներդնել ավելի քան 3 միլիարդ 300 միլիոն։ Տեղական իշխանությունների գնահատմամբ սուբվենցիայով կարողանում են լուծել այնպիսի խնդիրներ, որոնց իրականացումը միայն համայնքային միջոցներով երկար տարիներ կպահանջեր։ Լրիվ ցուրտ տարի, բայց իմ խաղողը կա։ Մինչև խաղողի խաղ գույզները կծանրանան, կքաղցրանան ու կհասնեն շուկա, տիկին Կարինեն այգուց արդեն առաջին եկամուտն է ստանում։ Վազերի միջշարքային ազատ տարածքներում աճեցրած լոլիկ պղպեղի սածիլներն է վաճառում, ստացված հասույթով հոգում ընթացիկ ծախսերը։ Շթիլի փողով լրիվ յուրացնում եմ իմ քաղաքանչիների փողերը, ամեն ինչի փողերը, լրիվ ես ոչ մեկից ոչ ծրի եկամուտ ունեմ, ոչ էլ բան ունեմ։ Շատ լավ է, նորմալ է։ Նույնիսկ սեփականին հարակից անմշակ հեկտարներն է վարձակալել, նաև լոբի ու նուշ է աճեցնում։ Ասում է տարիներ առաջ հիմնական խնդիրը ոռոգման ջուրն էր, հիմա այդ հարցը մեծ մասամբ լուծվել է։ Իշն ավերը տրելը շատ լավ է։ Ջրի կորուստ չկա ընդհանրապես։ Երկաթբետոն է կիսախողովակները սուբվենցիոն ծրագրով են տեղադրվել կառավարություն համայնք համաֆինանսավորմամբ։ Մշակովի հողատարածքների մեծ ծավալ ունեցող արտաշատում ոռոգման ցանցի արդիականացումը առաջնահերթ ուղղություններից է։ 25 թվին վերակառուցվել է երկաթբետոնյա կիսախողովակներով ոռոգման ցանց մոտ 27 կիլոմետր, իսկ 26 թվի համար նախատեսվում է կառուցել 35 կիլոմետր ոռոգման ցանց։ 2025-ին այդ ուղղությամբ ծախսել են ավելի քան 680 միլիոն դրամ, կեսից ավելին 65%-ը կառավարությունն է ներդրել։ Գործադիրից ավելի շատ 70%-անոց համաֆինանսավորում են ստացել մանկապարտեզաշինության համար։ Սուբվենցիայով արտաշատում 7 նոր նախադպրոցական հաստատություն են կառուցում։ Կա նույնիսկ բնակավար, որ նույնիսկ խորհրդային տարիներում չի ունեցել նախադպրոցական կրթական հաստատություն։ Նոր բարեկարգ ժամանակակից ոգուն համաձայն մանկապարտեզներ ենք ունենալու, որտեղ մեր սաները կստանան պետական չափորոշիչներին համապատասխան կրթություն։ Կառուցվողներից մեկն արտաշատում է, մյուս 6-ը գյուղական բնակավայրերում։ Հաշվարկել են նոր շենքերի շահագործումից հետո եւս 660 երեխա հնարավորություն կունենա հաճախել մանկապարտեզ։ Մրգանուշում շինարարությունն ավարտական փուլում է։ Ամեն օր գալի է հարցնում են երբ է բացվելու, ինչա լինելու, ունես տպավորությունը, ոնց որ ամեն մարդու տան մեջ գործանելուց լինել։ Բնակավայրն իր պատմության ընթացքում առաջին անգամ է մանկապարտեզ ունենալու։ Ծնողներն էլ ստիպված չեն լինի երեխաներին հարևան գյուղեր տանել, դեռ ավելին վճարել սուբվենցիոն ծրագրերի լրացուցիչ էֆեկտները։ Համայնքը կառավարության հետ համատեղ լուծում է խոշոր ենթակառուցվածքային խնդիրներ, իսկ սեփական միջոցների մի մասը կարողանում է ուղղել այլ առաջնահերթությունների, օրինակ կանոնավոր աղբահանություն կամ անվճար մանկապարտեզներ։ Ծնողների համար ագին հոգս է լուծվում։ Հաշվառեք, որ մարդ կա 2 երեխա է բերում մանկապարտեզ։ Համայնքի ներդրման մասնաբաժինն ավելի շատ է փողոցների բարեկարգման, ասֆալտապատման ծրագրերում։ 2025-ին ընդհանուր առմամբ ճանապարհաշինությանն ուղղվել է ավելի քան 1.3 միլիարդ դրամ։ Այս տարվա բյուջեն շատ ավելի մեծ է՝ 3.3 միլիարդ։ Արտաշատում ու գյուղական բնակավայրերում կասֆալտապատեն եւս 20 կիլոմետր ճանապարհ։
Համայնքների զարգացման կարևոր ուղղություններից մեկը նաև կրթական ենթակառուցվածքներն են։ Եթե Արտաշատի դեպքում որոշ համայնքներում առաջին անգամ մանկապարտեզներ են կառուցվում, ապա Գեղարքունիքի սահմանամերձ Վահանում հիմնադրումից կես դար անց հիմնովին վերափոխվում է դպրոցը։ Եռահարկ 1800 քառակուսի մետր մակերեսով շենքում կստեղծվեն ժամանակակից պայմաններ գյուղի ավելի քան 100 աշակերտի համար։ Աշխատանքներն անելու համար կառավարությունը մոտ 330 միլիոն դրամ է ներդրել։ Շինարարներն էլ փորձում են գործն այնպես կազմակերպել, որ շենքը շահագործման հանձնեն ուսումնական նոր տարվա մեկնարկին։ Հիշում եք առաջին օրը որ եկաք։ Այո, շատ լավ տպավորություն է։ Թազա շենք էր, ոգևորված եկանք, ջահել երեխեքին։ Խաչիկ Մկրտչյանն 9 տարի սովորել է գյուղի հին դպրոցում։ Կիսահողաշեն կառույց էր գյուղի մյուս հատվածում։ Արդեն քանդվել է, 10-րդ դասարան էին, որ տեղափոխվեցին նոր դպրոց։ Շատ լավ, ասենք, կահավորած դպրոց է եղել, այն ժամանակվա համեմատ, ոչ թե հիմիկվա պես։ Այս դասարանում է սովորել 1977-ից 78 ուսումնական տարում։ Դպրոցը նոր էր շահագործման հանձնվել։ Հիմա արդեն հասկանում է տարիներն իրենց գործն արել են։ Դպրոցը վերակառուցման կարիք ունի։ Հերոստացույցով շատ ենք տեսել, որ ընտիր լինելու է շենքը շատ լավ, որ ասենք անցած տարի շահագործման են հանձնել, շատ լավ շենք է, ասենք, կահավորումը չենք տեսել, եւ մեր դել է այդ մակարդակին լինելու։ Սահմանամերձ Վահան գյուղի դպրոցը գրեթե կես դարյա գործունեության ընթացքում երբևէ հիմնանորոգման չի ենթարկվել։ Կոսմետիկ աշխատանքներ են արվել վերջինը 20 տարի առաջ։ Տանիքը, միջարկային ծածկերը, հատակները բավականին անմխիթար վիճակում էին։ Հիմա մենք ապամոնտաժ քանդել ենք, այդ ամեն ինչը տեսանելի չի։ Բավականին ոչ բարվոք վիճակում, խոնավությունը քայքայել էր իրավիճակը, ունեին կտուրից կաթոցներ, բնականաբար որը որ կունենա տեղային ամրակայման կարիք միանշանակ դա արվելու է։ Այս աշխատանքներին զուգահեռ սկսել են տանիքի նորոգումը։ Տարածաշրջանը տեղում նարատ է, պիտի հասցնեն ժամանակին տանիքը ծածկել, որ խուսափեն լրացուցիչ խնդիրներից։ Տանիք չլինելու պատճառով այս անձրևները ներծծվում է այս միջարկային ծածկերի մեջ, ոչ միայն թուլացնում է, այլ նաև խոնավացնում է, որը հետագայում մեր նորոգման աշխատանքների ժամանակ լրացուցիչ դժվարություններ կառաջացնի։ Միայն գլխավոր եռահարկ մասնաշենքը 1800 քառակուսի մետր մակերես ունի, որ հնարավոր լինի նոր ուսումնական տարին դասերը սկսել։ Նորոգված դպրոցում արդեն շարում են նոր միջնապատերը։ Առաջինը քիմիայի լաբորատորիան են կառուցում։ Մենք կկիրառենք տեղային լուծումներ կոնկրետ խնդիրների պարագայում, հա, քանի որ քաջային ծածկույթը բացելուց տեսնում ենք իրականում իրավիճակը գնահատում ենք, քննարկում ենք նախագծողի հետ։ Ամեն ինչ գրեթե վատ վիճակում է եղել, ամեն ինչ, այ հիմա ինչին ձեռք են տալիս, փլվում այսպես ասած։ 115 աշակերտ է սովորում սահմանամերձ բնակավայրի միջնակարգում։ Վերջին դասասենյակն է, որ դեռ չի քանդվել, սպասում են քննություններն ավարտեն։ Ժամանակն օպտիմալ են օգտագործում, զուգահեռ գործը չի կանգնում։ Կառավարության միջոցները հատկացված է 330 միլիոնի կարգի այս նորոգման աշխատանքներին, նախատեսվում է մասնաշենքերի վերանորոգում եւ դրսում նոր ֆուտբոլի դաշտի տեղադրում եւ բարեկարգման աշխատանքներ։ Կարծես աչքիս առաջ է, որ դպրոցը ինչպիսին պետք է լինի։ Ժամանակակից դպրոցի կրթական ծրագրերին համահունչ բոլոր պայմանները կլինեն գյուղի միջնակարգում։ Ճամբարակից 5 կիլոմետր հարավ-արևելք է բարձր լեռնային բնակավայրը, 1000-ից ավելի բնակիչ ունի։ Մի քանի անուն է ունեցել, 1991-ից վերանվանվել է Վահան, որպես երկրի հյուսիսարևելյան դարպաս։ 100-ամյակը բոլորած գյուղը եկող տարի էլ կնշի դպրոցի հիմնադրման 50 տարին, արդեն բոլորովին այլ տեսքով ու նոր հնարավորություններով։ Վերջին տարիներին Հայաստանի օդային փոխադրումների շուկայում նկատվում են զարգացումներ, ուղևորահոսքը աճում է, նոր աշխարհագրությամբ են թռչում ինքնաթիռները ու նաև նոր ավիաընկերություններ են հայտնվում շուկայում։ Այս ամբողջ գործընթացում ինչպիսի դեր ունի պետական աջակցությունը եւ ընդհանրապես ինչ սպասել առաջիկայում խոսելու ենք տաղավարում, այստեղ է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալը։ Պարոն Սիմոնյան, 2025 թվականին օդային ուղևորափոխադրումների աճը կազմել է 7.5%։ Ձեր գնահատմամբ որ գործոններն են ազդել այս ցուցանիշի վրա։ Նախ շնորհակալություն հրավերի համար, նշեմ, որ մի քանի գործոններ կան, որոնք ազդեցություն են ունեցել եւ մեծամասամբ այն քաղաքականությունը, որ այս ոլորտում իրականացվում է, նպաստելու նոր ուղղությունների զարգացմանը, ավելի էժան ավիափոխադրումների կազմակերպմանը։ Նշեմ, որ 2019 թվականից օրենսդրական փոփոխություններ ընդունվեցին, որով հնարավորություն տրվեց այն նոր ուղղություններով չվերթեր իրականացնել։ Օդի տուրքը։ Օդի տուրքը, այո, որը
ժամանակին դեռ մտցված չէր ավիաընկերության տոմսի արժեքի մեջ եւ առանձին էր վճարվում, եթե կհիշեք։ Հետո ընթացքում մտցվեց ավիաընկերությունների կողմից տրամադրվելիք ծառայությունների այդ տոմսերի արժեքների մեջ եւ փոխանցվում է պետական բյուջե, պարտություններ տրվեցին ֆիզիկական անձանց, որոնք կմեկնեն նոր ուղղություններով, նոր ուղղություններ, որը վերջին 1 տարվա ընթացքում չի սպասարկվել կամ սպասարկվել է կառավարության կողմից սահմանված այդ չափականակից ցածր։ Այդ պահից սկսած եւ իհարկե COVID-ի տարիները բաց ենք թողնում, որովհետեւ ավիացիայի համար օդային սահմանափակումների առումով բավականին ծանր տարի էր նկատի ունեմ, որ թռիչքներ չէին իրականացվում շատ ուղղություններով։ COVID-ի շրջանից հետո բավականին կտրուկ սկսեց աճել ավիացիան ուղևորահոսքերը եւ ուղղությունները եւ դրան նպաստեցին այն քաղաքականությունը, որ նոր ուղղություններով չվերթերը ազատվեցին այդ օդի թուրքի վճարելու պարտականությունից։ Այդ մոտեցումը եւ այլ որոշակի փոփոխությունները, որոնք ընթացքում եղել են, որոշակի արդյունք տվեց եւ մենք 23 թվականին հասանք 5.4 միլիոն մոտավորապես ուղևորահոսքի Զվարթնոց եւ Շիրակ օդանավակայաններում 24 թվականին գրեթե նույն արդյունքը գրանցեցինք եւ այդ վերլուծությունը երբ որ արեցինք հասկացանք որ այդ օդի թուրքի արտոնությունը որոշակի հագեցվածության է բերել այսինքն հասել ենք ուղևորահոսքի առումով բայց բավարար չէր այո հասել ենք ուղևորահոսքի առումով որոշակի պլատոյի եւ կառավարության կողմից 25 թվականին մշակվեց նոր ուղղություններով փոխադրումների աջակցության ծրագիրը սուբսիդավորման հնարավորություն ինքը աջակցության ծրագիր այո կարելի ասել սուբսիդավորման ծրագիր որը միտված է նաեւ այդ ծախսերի նվազեցմանը եւ ամեն ուղևորի հաշվարկով, որը կժամանի Հայաստանի Հանրապետություն նոր ուղղությունից, կառավարությունը աջակցություն կցուցաբերի եւ այդ աջակցության չափը Զվարթնոց եւ Գյումրի օդանավակայաններում տարբեր է, հաշվի առնելով, որ ծառայությունների վճարները Զվարթնոցում եւ Գյումրիում տարբեր են Շիրակ օդանավակայանում։ Նաև նշեմ, որ Շիրակ օդանավակայանը ընդհանրապես ազատված է օդի թուրքից, որպես այդպեսին, եւ Շիրակ օդանավակայանում ուղևորահոսքը նույնպես ավելացնելու, խթանելու համար այդ ծրագրի մեջ դրվեց նաև պարտադիր պահանջ, որ առնվազն 1 ուղղություն նոր հայտարարված ուղղություններից այն ավիաընկերությունները, որոնք կդիմեն այդ ծրագրից օգտվելու համար, պետք է իրականացվի դեպի Շիրակ կամ Շիրակ օդանավակայանից։ Մոտավորապես 1 տարի է ըստ էության աջակցության ծրագիրը, մի քիչ, այս ընթացքում ինչ արդյունքներ ենք արձանագրել տեսանելի։ Նշեմ, որ ծրագրի շրջանակներում օտարերկրյա ավիաընկերությունների նկատմամբ պահանջ էր դրված, որ եթե ուզում են ծրագրից օգտվել, պետք է բազավորվեն կամ Զվարթնոցում կամ Շիրակում, որը կնախընտրեն, կամ երկուսում։ Ունեն առնվազն 2 օդանավ, գրանցեն այստեղ մասնաճյուղ եւ այդ մասնաճյուղում պետք է աշխատեն թռիչքային այդ եւ տեխնիկական անձնակազմերը, որոնք պետք է սպասարկեն այդ օդանավերը եւ օտարերկրյա ավիաընկերություններից խոշորագույն եվրոպական ավիաընկերությունը բազավորվեց եւ հոկտեմբերին սկսեց չվերթեր իրականացնել Զվարթնոց եւ Գյումրի օդանավակայաններ, նույնիսկ Գյումրու Շիրակ օդանավակայան առաջի չվերթը սեպտեմբերի 30-ին է, եթե չեմ սխալվում, եվրոպական ուղղությամբ եւ այս առումով այս պահին ունենք 2 ավիաընկերություն, որոնք ծրագրին դիմել են եւ համապատասխանում են ծրագրի պայմաններին, երկրորդը դա տեղական ավիաընկերություն է, որը նույնպես Գյումրի չվերթերը սկսել իրականացնել։ Ավիաընկերությունները պետք է որոշակի հաճախականություններով չվերթ իրականացնեն 1 տարվա ընթացքում լիազոր մարմնի կողմից, այսինքն մեր նախարարության կողմից վճարումները կատարվում են 6 ամիսը մեկ, այսինքն ամեն երամսյակից հետո ավիաընկերությունը ներկայացնում է ուղևորահոսքի մասին տեղեկատվություն նոր ուղղություններից, լիազոր մարմինը սահմանային ծառայությունների հետ միասին եւ օդանավակայանի հետ միասին այդ թվերը ստուգում են, որից հետո 2 անգամ 3 ամիսը մեկ ներկայացնելուց հետո տեղի ունենում այդ ուղևորների համար վճարում։ Մենք դեռ եղել է, թե դա չի եղել դեռ չի եղել, դեռ թվերն են ներկայացրել եւ այդ թվերի ուսումնասիրության փուլում են։ Մոտավոր ինչքանի մասին է խոսքը։ Առաջի երամսյակը 30,000 էր, երկրորդը վերջնական թվերը դեռ չեն ուղարկել, որովհետեւ մեկ ուղղության հետ կապված որոշակի հարցեր կար ճշգրտելու, արդյոք դա նոր ուղղություն է թե ոչ, բայց հենց այդ առաջի 6 ամսյակը, այսպես ասեմ, ամփոփենք եւ վճարումը իրականացնենք, դրա մասին տեղեկատվությունը ես կարծում եմ հասանելի կլինի։ Պարոն Սիմոնյան, վերջին շրջանում կարծես նաեւ ակտիվանում է Սյունիքի օդանավակայանը միջազգային կարգավիճակ ստանալու հարցը, սա ինչ հեռանկարներ կբերի ու
ինչ քայլեր կան նախանշված այս իմաստով։ Սյունիք օդանավակայանի մասով նշեմ, որ մենք 2 տարի առաջ սկսեցինք կանոնավոր չվերթեր իրականացնել եւ միջազգային դարձնելու հետ կապված որոշակի իրավական հարցեր կային, որոնք Զվարթնոց օդանավակայանի կոնցեսիոն պայմանագրի 5-րդ լրացմամբ լուծվեցին։ Մենք կազմել ենք նախնական ճանապարհային քարտեզ այն վերափոխելու միջազգային օդանավակայանի։ Կարծում եմ, որ միջազգային օդանավակայանի այդ կարգավիճակը հնարավորություն կտա նախ ընդլայնել աշխարհագրությունը չվերթերի, սկսել միջազգային չվերթեր Կապանի-Սյունիք օդանավակայանից եւ դեպի Կապանի-Սյունիք օդանավակայան, ինչը մեծ ազդեցություն կունենա туриզմի առումով եւ մենք պոտենցիալը բարձր ենք գնահատում այդ օդանավակայանի։ Այդ ճանապարհային քարտեզով բազմաթիվ մարմիններ ունեն տարբեր անելիքներ։ Այդ աշխատանքները իրականացնելուց հետո այն կարելի է արդեն գործարկել որպես միջազգային։ Սպասենք լավ նորությունների։ Համոզված եմ, որ լավ նորություններ կլինեն։ Շնորհակալ եմ հարցը։ Ես եմ շնորհակալ։ Անասնապահության ոլորտում այս տարի գործարկվել է նոր աջակցության միջոցառում։ Նպատակն է խթանել կաթի արտադրությունը եւ ավելացնել ֆերմերների եկամուտը։ Կաթի առատսեզոնին հիմնականում մթերման գինն իջնում է, ավելանում են դժգոհությունները։ Կառավարությունն էլ որոշել է սուբսիդավորել կաթի գինը։ Ծրագիրը լայն արձագանք է ստացել, առաջին մի քանի շաբաթում արդեն ստացվել են հարյուրավոր դիմումներ։ Նախատեսում են ընդհանուր սուբսիդավորում հատկացնել 90,000 կենդանու համար։ Ապագայի բիզնես մտքերի նյութականացում հենց ապագա գյուղում պետական աջակցությամբ։ Արմավիրցի Արտյոմը 2023-ին է իր խելացի ֆերման կառուցել, ծախսի փոխհատուցում ստացել, տոհմային կենդանիները Ավստրիայից ներմուծել է դարձյալ պետական ծրագրով փոխհատուցման բաղադրիչով։ Կաթնամսատու սորթեր են, միջինում իրանք տալիս են 18-ից 20 լիտր կաթ, որպես առաջիցին։ Երկրորդ, երրորդ ցինից հետո իրանք արդեն կավելացնեն մինչև 25-ից 27 լիտր։ Օրվա կիթից հետո սառնարանում ամբարածը հենց նույն օրը կամորու մեջ մթերման է հանձնում, որևէ խնդիր չունի եւ կաթն է որակյալ յուղալի, կաթնատուների առողջ լինելը փաստող ապացույցներն էլ ունի։ Այստեղ նշված է համայնքի անասնաբուժի ստորագրությունները, պատվաստումները ամիս-ամսաթվերով, օրերով։ Գարուն ամառ տաք ամիսներին հանրապետության ֆերմաներում կաթն ավելի առատ է, քան ցուրտ սեզոնին։ Այդ շրջանում սովորաբար մթերվող կաթի գինը նվազում է, անասնապահների եկամուտը պակասում։ Պարբերաբար ֆերմերները խոսել են այդ մասին, մտահոգությամբ կիսվել։ Պետությունն այս տարի միջոցառում է նախաձեռնել կաթի արտադրության համար սուբսիդավորում տրամադրելու որոշում կայացրել։ Շատ ուրախացանք, օգտվում ենք այդ ծրագրից։ Ես բոլոր դիմումները ներկայացրել եմ համարակալած։ Ճիշտ է, ունեմ 60 գլուխ, բայց ինձ 20 գլուխի համար պետք է սուբսիդավորեն։ Անկախ ֆերմայի գլխաքանակից 20-ը կենդանիների առավելագույն թիվն է, որոնցից յուրաքանչյուրի համար ծրագրով 15,000 դրամ սուբսիդավորում կհատկացվի։ Հաշվարկը սկսվում է երրորդ գլխից 1 կամ 2 կենդանու համար սուբսիդավորում չի նախատեսվում։ Միջոցառման շնորհիվ 1 լիտր կաթի գինը կավելանա 20 դրամով։ Նմանատիպ ծրագիր երբևիցե Հայաստանի Հանրապետությունում չի իրականացվել։ Այս process-ը առաջի անգամն է եւ բավականին մեծ արձագանքներ կան։ Մայիս ամսին է հաստատվել ծրագիրը, 690 դիմում հայտեր կան, շուրջ 4000-ից ավել գլխաքանակի համար, բայց օր ժամ նշված ցուցանիշը ավելանում է։ Սուբսիդավորում ստանալու դիմումները ֆերմերները պետք է ներկայացնեն համայնքի կամ վարչական բնակավայրի ղեկավարին, նշելով բնակության հասցե, հեռախոսահամար, բանկային հաշվեհամար, աջակցությունից օգտվելու համար 2 պարտադիր նախապայման կա։ Կենտանիները պետք է լինեն պարտադիր անիփաս համակարգում հաշվառված եւ առողջ կենտանիներ։ Պետք է ներկայացնի անասնաբուժական միջոցառումներ իրականացնելու անասնաբուժի կողմից ներկայացված քաղվածքի պատճեն։ Նախնական հաշվարկներով ընդհանուր սուբսիդավորում կհատկացվի մոտ 90,000 կենդանու համար։ Այսպիսին էր հրապարակումն այս շաբաթ, շնորհակալություն ուշադրության համար։ Մենք կհանդիպենք հաջորդ շաբաթ նոր պատմություններով ու նոր թեմաներով։